այլ հայացք խաղաղության համաձայնագրի ստորագրման խնդրին։ Մարտի 13-ին հայտարարվեց, որ Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնեցրել են խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի տեքստը։ Այդ լուրը բավական լայն արձագանք ստացավ աշխարհում։ Շուրջ 60 երկիր եւ 10 միջազգային կազմակերպություն արդեն ողջունել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը։ Շատերն ընդգծել են համաձայնագրի շուտ ապույտ ստորագրման անհրաժեշտությունը։ Պաշտոնական Երևանը հայտարարել է պատրաստ է Ադրբեջանի հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների եւ տեղի շուրջ։ Ադրբեջանական կողմը սակայն թեև հայտարարում է, որ հայկական եւ ադրբեջանական կողմերի դիրքորոշումները բավական մոտեցել են, չի դրսևորում բավարար քաղաքական կամք համաձայնագրի ստորագրման հարցում։ Շարունակելով ոչ կառուցողական դիրքավորումը, Ալիևը շարունակում է առաջ քաշել երկու նախապայման, նշելով, որ միայն դրանց իրականացման դեպքում է հնարավոր կնքել խաղաղության համաձայնագիրը։ Դրանք են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարումը եւ Հայաստանի սահմանադրության փոփոխությունը, որն իբր Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություն է պարունակում։ Հայկական կողմը քանիցս հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հարցը քննարկելի է, հաշվի առնելով խաղաղության հաստատման կողմերի հանձնառությունը։ Ըստ պաշտոնական Երևանի համաձայնագրի կնքումից ու վավերացումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի անհրաժեշտությունը չի լինի։ Ինչ վերաբերում է սահմանադրության հետ կապված նախապայմանին, ապա Սահմանադրական դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 26-ի որոշմամբ արձանագրվել է, որ Հայաստանի սահմանադրությունը չի պարունակում որևէ դրույթ, որը կարող է ենթադրել տարածքային պահանջ որևէ երրորդ երկրի նկատմամբ։ Միևնույն ժամանակ հայկական կողմը պնդում է, որ Ադրբեջանի սահմանադրությունը տարածքային հավակնություններ է պարունակում Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Ադրբեջանի սահմանադրության նախաբանում հղում է արվում Ադրբեջանի խորհրդարանի կողմից 1991 թվականի հոկտեմբերի 18-ին ընդունված սահմանադրական ակտին, իսկ այդ սահմանադրական ակտում հղում է արվում 1918 թվականին ընդունված Ադրբեջանի առաջին հանրապետության անկախության հռչակագրին, որտեղ նշվում է, որ Ադրբեջանի առաջին հանրապետությունն ընդգրկում է Արևելյան եւ Հարավային Անդրկովկասը։ Տարածքային հավակնությունների հետ կապված մտահոգությունների փարատման ամենակարճ ուղին հայկական կողմը համարում է համաձայնագրի ստորագրումը։ Դրա հոդվածներից մեկի համաձայն կողմերը չեն կարող հղում անել իրենց ներքին օրենսդրությանը համաձայնագրի չկատարումն արդարացնելու նպատակով։ Մեկ այլ հոդված սահմանում է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, չունեն տարածքային պահանջներ միմյանց նկատմամբ եւ պարտավորում են ապագայում եւս նման պահանջներ չներկայացնել։ Ավելին, թե Հայաստանը, թե Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը նախկին խորհրդային հանրապետությունների սահմանների շրջանակում։ Հետևաբար խաղաղության համաձայնագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից ստորագրվելուց սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ սահմանադրական դատարանների եզրակացությունը ստանալուց եւ վավերացնելուց հետո կունենա ցանկացած ներքին օրենքի նկատմամբ գերակա իրավաբանական ուժ։ Բաքվի կողմից առաջ քաշված նախապայմանները փաստացի ընդամենը պատրվակ են համաձայնագիրը չստորագրելու համար։ Ադրբեջանական կողմը չի ցանկանում հրաժարվել իր առավելապաշտական քաղաքականությունից եւ կարծում է, որ միջազգային նպաստավոր պայմաններում ուժի եւ ուժի սպառնալիքի միջոցով կարող է հայկական կողմին նոր պայմաններ պարտադրել։ Մյուս կողմից Բաքուն հետաքրքրված չէ, որ Հայաստանը դուրս գա ավելի քան 30 տարի շարունակվող շրջափակումից եւ մեկուսացումից։ Ադրբեջանում քաջ գիտակցում են, որ պայմանագրի ստորագրումն անխուսափելիորեն հանգեցնելու է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման եւ սահմանի բացման, տնտեսական զարգացման նոր հնարավորություններ ստեղծելով Հայաստանի համար, ինչն իհարկե չի բխում Բաքվի շահերից։ Խաղաղության համաձայնագրի շուտապույտ ստորագրման Բաքվին ուղղված կոչերի ֆոնին Ադրբեջանը փորձում է ստեղծել նաև լարվածության իմիտացիա։ Ադրբեջանական կողմը վերջին 1 ամսում արդեն տասնյակ կեղծ հաղորդագրություններ է տարածել, հայկական կողմին մեղադրելով ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու համար։ Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկում են նաև սադրիչ քայլեր, օրինակ թիրախավորելով հայկական սահմանային բնակավայրերը, իրավիճակի էսկալացման ակնկալիքով։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի կեղծ մեղադրանքները, նշելով նաև, որ հայկական կողմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչ օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Ուշագրավ է նաև, որ Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությունը եւս քանիցս հերքել է սահմանային լարվածության կամ անսովոր տեղաշարժերի մասին Բաքվի կեղծ հայտարարությունները։
Ադրբեջանն այս գործելավոճով տորպեդահարում է Հայաստանի հետ խաղաղության գործընթացը։ Այս ֆոնին մտահոգիչ են նաև այդ երկրում պարբերաբար ակտիվացող ռազմատենչ հռետորաբանությունը եւ շարունակվող ռազմականացումը։ Հայաստանի ռազմական գործարքների մասին աղմկող Բաքուն իրականում մի քանի անգամ ավելի շատ ֆինանսական միջոցներ է ուղղում ռազմական ոլորտ, ակտիվորեն զարգացնելով ռազմատեխնիկական գործակցությունը Իսրայելի, Թուրքիայի, Պակիստանի եւ այլ երկրների հետ։ Միայն Իսրայելից 2024 թվականին ադրբեջանական ռազմատրանսպորտային օդանավերը 23 չվերթ են իրականացրել Բաքու, իսկ այս տարի արդեն 6 չվերթ։ Մեկ այլ մտահոգիչ գործոն է այն, որ Ադրբեջանի իշխանությունները որևէ քայլ չեն իրականացնում սեփական հանրությանը խաղաղության պատրաստելու ուղղությամբ։ Ավելին, ակտիվորեն տարածվում է այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի նարատիվը, որը տարածքային հավակնություններ է ենթադրում Հայաստանի ինքնիշխան տարածքի 60%-ի նկատմամբ։ Վերջին տարիներին ակնհայտ են նաև այդ նարատիվի ինստիտուցիոնալացման միտումները, ինչն առանց իշխանությունների հովանավորության հնարավոր չէ։ Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանությունը, առաջ քաշվող նախապայմանները եւ ռազմականացման միտումները վկայում են, որ Ալիևի վարչակազմը չունի բավարար քաղաքական կամք ստորագրելու խաղաղության համաձայնագիրը։ Այս իրավիճակում հայկական կողմը պետք է պահպանի իր կառուցողական դիրքավորումը, կանխելով Ադրբեջանի համար ցանկալի սցենարների զարգացումը։ Հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական վերադասավորումները, Ադրբեջանին կառուցողականության դաշտ տեղափոխելու հարցում դերակատարում կարող է ունենալ միջազգային հանրությունը։ Այս առումով հատկապես ուշագրավ է Միացյալ Նահանգների նոր վարչակազմի կողմից աստիճանաբար մեծացող հետաքրքրությունը։